Երբ դարպասի ծանր երկաթյա դուռը ճռաց, Լևոնը չշարժվեց իր տեղից։ Նա նստած էր պատշգամբի հին փայտե աթոռին, ձեռքերի մեջ սեղմելով սառած սուրճի բաժակը։ Աշուն էր։ Արարատյան դաշտի աշունը ուրիշ է, ոսկեգույն, բայց մի տեսակ թախծոտ։ Քամին քշում էր ընկուզենու չորացած տերևները բակի մի անկյունից մյուսը, ճիշտ այնպես, ինչպես Լևոնի մտքերն էին դեգերում անցյալի ու ներկայի միջև։ Ներս մտնողը նրա դուստրն էր, Անահիտը։ Նրա քայլվածքը արագ էր, նյարդային, կրունկների ձայնը բետոնե սալիկների վրա հնչում էր ինչպես դատավճիռ։ Լևոնը գիտեր, թե ինչու է նա եկել։ Վերջին 2 ամիսների ընթացքում Անահիտի ամեն այցելություն սկսվում էր ժպիտով ու ավարտվում վեճով։ Թեման մեկն էր՝ տունը։ Այս տունը, որը Լևոնը կառուցել էր իր 2 ձեռքերով, քարը քարին դնելով, երբ դեռ երիտասարդ էր, երբ կինը, Սոֆին, դեռ ողջ էր ու ուրախությունից պարում էր կիսակառույց սենյակներում։ Անահիտը բարձրացավ աստիճաններով, համբուրեց հոր այտը, բայց նրա շուրթերը սառն էին։ Նա նստեց դիմացի աթոռին, պայուսակը դրեց ծնկներին ու խորը շունչ քաշեց։ Լևոնը նայեց աղջկա աչքերին։ Այնտեղ հոգնածություն կար, անհանգստություն, որը նա փորձում էր թաքցնել չափից դուրս ակտիվությամբ։ Անահիտը սկսեց խոսել, ու նրա ձայնը դողում էր, թեև փորձում էր համոզիչ հնչել։ Նա ասաց, որ գտել է իդեալական գնորդ, ասաց, որ գումարը կանխիկ է, որ կարող են միանգամից ձևակերպել թղթերը։ Նա նորից սկսեց թվարկել առավելությունները, հայրը կտեղափոխվի քաղաք, իրենց մոտ, մի փոքրիկ տաքուկ բնակարան, որտեղ հարմարավետ կլինի, ջեռուցումը գազով, ջուրը մշտական, ոչ մի բանջարանոց, ոչ մի տանիքի վերանորոգում։ Լևոնը լուռ լսում էր։ Նա նայում էր տան պատերին, որոնց մեջ ներծծված էր իր կյանքի 40 տարին։ Ամեն ճակ, ամեն մեղ իր պատմությունն ուներ։ Հայրիկ, խնդրում եմ համաձայնիր, ասաց Անահիտը ձեռքը դնելով հոր ձեռքին։ Սա քո լավի համար է, դու մենակ ես այս մեծ տանը, ձմեռը գալիս է, դժվար է լինելու։ Ես ու Արմենը անհանգստանում ենք քեզ համար, մենք ուզում ենք, որ դու մեր աչքի առաջ լինես։ Լևոնը դանդաղ հանեց ծխախոտի տուփը, մեկը վառեց ու երկար պահեց ծուխը թոքերում։ Նա գիտեր, որ աղջիկը ինչ-որ բան չի ասում, զգում էր հայրական բնազդով։ Անահիտի հայացքը փախչում էր, նա անընդհատ ստուգում էր հեռախոսը, կարծես մեկից զանգի էր սպասում։ Լևոնը հասկանում էր, որ դիմադրելն այլևս անիմաստ է։ Գուցե իսկապես ժամանակն էր, բայց հոգու խորքում մի կասկած կար, որը հանգիստ չէր տալիս։ Լավ, ասաց Լևոնը հանկարծակի, ընդհատելով լռությունը։ Անահիտը քարացավ։ Նա չէր սպասում, որ հայրն այդքան հեշտ կհանձնվի։ Իսկապես, հարցրեց նա աչքերը լայնացնելով, դու համաձայն ես։ Համաձայն եմ, կրկնեց Լևոնը հանգիստ ձայնով, բայց մի պայմանով։ Անահիտի դեմքով մի ստվեր անցավ, նա գիտեր հոր համառությունը։ Ինչ պայման, պապ, հարցրեց նա զգուշորեն։ Լևոնը վեր կացավ, մոտեցավ պատշգամբի բազրիքին ու նայեց դեպի այգու խորքը, որտեղ կանգնած էր հին թթենին։ Տունը կվաճառենք, ասաց նա մեջքով կանգնած դստերը, բայց մինչև թղթերը ստորագրելը մենք պիտի մի գործ անենք։ Հիշում ես նկուղի այն փոքրիկ սենյակը, որի դուռը միշտ փակ էր պահում մայրդ։ Այն սենյակը, որտեղ մենք հին գրքերն ու պահածոներն էինք դնում։ Այո, հիշում եմ, զարմացած պատասխանեց Անահիտը, բայց ինչ կապ ունի դա։ Պայմանս հետևյալն է, շրջվեց Լևոնը։ Այս գիշեր դու կմնաս այստեղ։ Մենք երկուսով կիջնենք նկուղ, կմաքրենք այդ սենյակը ամբողջությամբ մինչև վերջին փոշեհատիկը։ Այնտեղ հատակի տակ մի թաքստոց կա, որը ես սարքել եմ տունը կառուցելիս։ Մենք պետք է բացենք այդ թաքստոցը։ Եթե համաձայն ես դա անել ինձ հետ, վաղը առավոտյան կգնանք նոտար։ Եթե ոչ, տունը չի վաճառվում։ Անահիտը շփոթված էր։ Սա տարօրինակ պահանջ էր։ Նա երբեք չէր լսել հատակի տակի թաքստոցի մասին։ Պապ, բայց դա հիմարություն է, փորձեց առարկել նա։ Մենք կարող ենք դա անել վաճառքից հետո, կամ ես բանվորներ կվարձեմ։ Ոչ, կտրուկ ասաց Լևոնը, ոչ մի բանվոր, մենակ ես ու դու։ Իմ ձեռքերով եմ փակել, իմ ու քո ձեռքերով էլ պիտի բացվի։ Սա իմ պայմանն է։ Ուզում ես վաճառել տունը, արա ինչ ասում եմ։ Անահիտը մի պաշ լռեց, հետո հուսահատ գլխով արեց։ Նրա համար այս տան վաճառքը կենսական նշանակություն ուներ, թեև հայրը դեռ չգիտեր պատճառը։ Երեկոյան տունը լցվեց անսովոր լռությամբ։ Նրանք ընտրեցին գրեթե առանց խոսելու։
Ժամը 10-ին Լևոնը վերցրեց հին լապտերը, մուրճն ու լինգը և նրանք իջան նկուղ։ Օդը խոնավ էր ու ծանր, սարդոստայնները կախված էին առաստաղից, իսկ անկյուններում դարսված էին հին արկղեր, կոտրված աթոռներ և Սոֆիի պատրաստած մուրաբաները, որոնք տարիներով ոչ ոք չէր բացել։ Լևոնը մատնացույց արեց սենյակի հեռավոր անկյունը։ «Այնտեղ», ասաց նա, «պետք է տեղաշարժենք այդ պահարանը»։ Անահիտը հագել էր հին սպորտային համազգեստ։ Նա դժգոհությամբ, բայց վճռականությամբ բռնեց պահարանի մի կողմից։ Հայր ու դուստր կքած ծանրության տակ քաշեցին ծանր կահույքը։ Փոշին բարձրացավ օդ խեղդելով նրանց։ Անահիտը հազաց, աչքերը լցվեցին արցունքներով, բայց նա կանգ չառավ։ Երբ պահարանը տեղաշարժեցին, ներքևում երևացին հատակի փայտե տախտակները, որոնք տարբերվում էին մյուսներից։ «Ահա», ասաց Լևոնը, մեկնելով լինգը դուստերը, «քանդիր»։ «Պապ, ես չեմ կարող», ասաց Անահիտը, նայելով կոշտ գործիքին։ «Կարող ես», պնդեց Լևոնը, «դու ուժեղ ես, դու միշտ էլ ուժեղ ես եղել, Անահիտ։ Հիշում ես, երբ փոքր էիր, ինչպես էիր օգնում ինձ ցանկապատը ներկել, դու չէիր հոգնում, հիմա էլ չես հոգնի»։ Անահիտը վերցրեց լինգը։ Նրա ձեռքերը դողում էին, բայց ոչ թե ծանրությունից, այլ ներսում կուտակված լարվածությունից։ Նա հարվածեց առաջին տախտակին, փայտը ճռաց։ Նա հարվածեց նորից ու նորից։ Քրտինքը հոսում էր ճակատից։ Յուրաքանչյուր հարվածի հետ կարծես դուրս էր գալիս նրա զայրույթը, վախը, հուսահատությունը։ «Ինչու ես ստիպում ինձ անել սա», բղավեց նա հանկարծ, շարունակելով քանդել։ «Ինչու ես տանջում ինձ, պապ, ես ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի, իսկ դու խաղեր ես խաղում»։ Լևոնը լուռ կանգնած էր, լապտերը պահած։ «Ես խաղեր չեմ խաղում, աղջիկս», ասաց նա մեղմ։ «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչն է քեզ ստիպում քանդել քո հայրական տունը։ Իսկապես կարծում ես, թե ես չեմ տեսնում»։ Անահիտը կանգ առավ։ Լինգը ընկավ ձեռքից։ Նա շնչակտուր էր լինում։ Լռությունը նկուղում դարձավ խուլ ու ճնշող։ «Ինչ ես տեսնում», շշնջաց նա։ «Ես տեսնում եմ վախ», ասաց Լևոնը։ «Ես տեսնում եմ, որ դու փողի կարիք ունես, Անահիտ։ Ոչ թե ինձ համար բնակարան գնելու, այլ ուրիշ բանի համար։ Դու երբեք չէիր վաճառի մորդ հիշատակը, եթե դանակը ոսկորին հասած չլիներ։ Ասա ինձ ճշմարտությունը։ Հիմա, այստեղ, այս հողի վրա»։ Անահիտը փլվեց հատակին, ծնկների վրա։ Նա սկսեց հեկեկալ։ Լացի ձայնը արձագանքում էր դատարկ նկուղում։ «Արմենը», հազիվ արտաբերեց նա, «Արմենը խաղադրույքներ է կատարել, պապ, մեծ գումարներ։ Մենք կորցրել ենք ամեն ինչ։ Մեր բնակարանը գրավի տակ է, բանկը խլում է ամեն ինչ։ Եթե մինչև ամսվա վերջ գումարը չտանք, նրանք մեզ փողոց կշպրտեն։ Նաև վարկատուներ կան, նրանք սպառնում են։ Ես չգիտեի ինչ անել։ Ես ամաչում էի ասել քեզ։ Ես չէի ուզում, որ դու իմանաս, որ մենք ձախողվել ենք։ Ես մտածեցի, եթե տունը վաճառենք, կփակենք պարտքերը, իսկ քեզ կտանենք վարձով բնակարան, մինչև ոտքի կանգնենք։ Ների՛ր ինձ, պապ, խնդրում եմ, ների՛ր»։ Լևոնը մոտեցավ դստերը, դրեց ձեռքը նրա ուսին։ Նրա դեմքին ոչ զայրույթ կար, ոչ էլ զարմանք, միայն անսահման ցավ ու սեր։ «Վեր կաց», ասաց նա։ Անահիտը բարձրացրեց արցունքոտ աչքերը։ «Վեր կաց և վերջացրու գործդ», հրամայեց Լևոնը։ «Հանիր այդ տախտակները»։ Անահիտը չհասկանալով հոր սառնասրտությունը, դողոչաղ ձեռքերով վերցրեց լինգը և պոկեց վերջին տախտակները։ Հատակի տակ, հողի մեջ, երևաց մի մետաղյա արկեղ, ժանգացոց ու հին։ «Հանիր», ասաց Լևոնը։ Անահիտը դուրս քացեց ծանր արկղը։ Լևոնը գրպանից հանեց մի փոքրիկ բանալի, որը կախված էր իր շղթայից, խաչի կողքին։ Նա կռացավ ու բացեց կողպեքը։ Արկղի կափարիչը բացվեց ճռոցով։ Անահիտը շունչը պահեց։ Արկղի մեջ լցված էին կապոցներ։ Դրանք թղթադրամներ էին, դոլարներ, եվրոներ, հին ու նոր, և մի փոքրիկ տոպրակ ոսկյա զարդերով։ Սա ինչ է, հարցրեց Անահիտը չհավատալով աչքերին։ Լևոնը նստեց արկղի կողքին, հատակին։ «Սա քո մոր և իմ կյանքն է», ասաց նա։ «Երբ դու ծնվեցիր, մենք երդվեցինք, որ դու երբեք նեղություն չես քաշելու։ Ես տարիներով աշխատել եմ Ռուսաստանում, մայրդ տնտեսել է ամեն կոպեկ։ Մենք այս գումարը հավաքում էինք սև օրվա համար, ոչ թե մեր, այլ քո սև օրվա համար։ Մայրդ միշտ ասում էր, մի օր Անահիտին պետք կգա, գուցե երբ մենք չլինենք։
Ես գիտեի, որ մի բան այն չէ, երբ սկսեցիր խոսել տունը վաճառելու մասին։ Ես սպասում էի, որ ճշմարտությունն ասես։ Անահիտը նայում էր գումարին, հետո հորը։ Նա նորից սկսեց լաց լինել, բայց այս անգամ դա թեթևության լաց էր։ «Պապ, ես չեմ կարող սա վերցնել, սա ձեր քրտինքն է»։ «Դու չես վերցնում», ընդհատեց Լևոնը, «սա քոնն է։ Վերցրու այս գումարը, փակիր ամուսնուդ պարտքերը, փրկիր ձեր բնակարանը, բայց հիշիր իմ մյուս պայմանը»։ «Մյուս պայմանը»։ Այո։ Լևոնը վեր կացավ և ձեռքը մեկնեց դուստերը, օգնելով նրան ոտքի կանգնել։ «Տունը չի վաճառվում։ Այս տունը իմ հոգին է, քո մոր հիշատակն է, քանի ես ողջ եմ, այս դարպասները բաց են լինելու քո ու թոռներիս համար։ Երբեք, լսում ես, երբեք թույլ չտաս, որ սուտն ու վախը քեզ ստիպեն հրաժարվել արմատներիցդ»։ Անահիտը գրկեց հորը այնքան ամուր, որ Լևոնի ոսկորները ցավացին։ Նրանք կանգնած էին կիսամութ նկուղում, փոշու և հիշողությունների մեջ։ «Շնորհակալ եմ, պապ, ես խոստանում եմ»։ Լևոնը շոյեց աղջկա մազերը, ինչպես մանկության տարիներին։ «Գնանք վերև», ասաց նա, «թեյը սառել է, իսկ մենք դեռ շատ բան ունենք խոսելու։ Ու զանգիր այդ գնորդին, ասա տունը տեր ունի և վաճառքի ենթակա չէ»։ Նրանք դուրս եկան նկուղից։ Դրսում արդեն գիշեր էր։ Քամին դադարել էր։ Երկնքում փայլում էին աստղերը, իսկ հին տունը կանգնած էր ամուր ու հպարտ, ինչպես մի ամրոց, որը պաշտպանել ու պաշտպանելու էր իր զավակներին կյանքի բոլոր փոթորիկներից։